Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև 23 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում կայացած միջկառավարական բանակցությունները դարձել են ըստ էության այս համաձայնագրի ձևավորման նախահիմքը և հաջորդ միջկառավարական հանձնաժողովը տեղի է ունենալու այս ամսվա վերջին Բեռլինում, որտեղ արդեն հուսով ենք, որ կամփոփենք, կավարտենք նաև նախորդիվ ձեռք բերված բոլոր համաձայնությունների իրականացումը, կարձանագրենք և կնախանշենք նոր շրջանի սկիզբ։ Այս քննարկումների ընթացքում հիմնական շեշտադրումը եղել է վերականգնվող էներգետիկայի, էներգոարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը և դրա շրջանակներում նաև ԳԴՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցության տրամադրումը։ Բանակցությունների արդյունքում ԳԴՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 84,6 միլիոն եվրոյի դրամաշնորհ և վարկ, մասնավորապես 69 միլիոն վարկ է և 69 միլիոն մի համաձայնագիր է, որի մեջ 3 միլիոնը ուրեմն դրամաշնորհ է, 66 միլիոնը վարկ և 15,6 միլիոն տեխնիկական համաձայնագրով արդեն դրամաշնորհներ են տրամադրվելու GIZ-ի միջոցով։ Կարճ ասած, եթե մի քիչ կարճ ներկայացնենք, IFW-ն տրամադրում է վարկեր, GIZ-ը դրամաշնորհային միջոցներով խորհրդատվություն, աջակցություն, որպեսզի այդ վարկերը արդյունավետ իրագործվեն։ Այս տարի 25 թվականի մարտի 31-ին, եթե կհիշեք, ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն էր Հայաստան այցելել և այդ այցի շրջանակներում ես և գերմանական կողմից դեսպանը ըստ էության ստորագրեցինք Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը, որը այնուհետև գնաց կառավարություն, Սահմանադրական դատարան և բնականաբար արդեն ներկայացվում է ազգային ժողովի դատին։ Հիմա մի փոքր ավելի մանրամասն ինչ է իրենից ներկայացնում ֆինանսական համաձայնագիրը։ Տեխնիկականը դեռ լրացուցիչ առանձին պատմություն է 15,6 միլիոն եվրոյի մասը, որը մի քանի օր առաջ ես կառավարությունում ներկայացրեցի։ 69 միլիոն եվրոն ինքը բաղկացած է երկու հիմնական փուլերից, առաջին փուլում 26 միլիոն վարկ, 2 միլիոն գրանտ, ուրեմն ծրագրի իրականացման խորհրդատվական ուղեկցող միջոցառումների համար և երկրորդ սա 0,89%-ով է այս վարկը տրամադրվում, սա շատ լավ գիտեք, որ մի քանի անգամ ավելի ցածր թիվ է, քան Հայաստանի Հանրապետության այս պահին պարտքի միջին տոկոսադրույքը, երկրորդը 40 միլիոն եվրո, ուրեմն սա էլ տրամադրվում է էլի 0,88% այս անգամ տոկոսադրույքով գումարած 6 ամսյա եվրոբոր, այստեղ 1 միլիոն եվրոյի է ուրեմն դրամաշնորհային չափը։ Ինչ ենք մենք այս ծրագրով իրականացնել։ Ի սկզբանե ծրագրի մեջ շատ մեծ բաղադրիչ է ունեցել արևային պանելների տեղադրում արտադրությունը, բայց հետագա նաև զարգացումները ցույց են տվել, որ սա ըստ էության արդեն ծրագրի կոմպոնենտ է միայն եւ ոչ ամբողջական մաս, հիմա արդեն մեծ շեշտադրում ենք դնելու կուտակիչ կայանների վրա, եթե կուտակիչ կայան գումարած արևային պանել այս համակարգն է աշխատելու, արդեն այդ կոմպոնենտի վրա ենք մեծ ուշադրություն դարձնելու, շատ կարևոր դերակատարում է այստեղ ստանալու երկրորդ կոմպոնենտը էներգոարդյունավետ ծրագրերի համար ՓՄԶ-ներին տրամադրվող վարկերը, որոնք որ էներգախնայող լուծումներ են փորձելու գտնեն արտադրությունների մեջ, մասնավորապես դա կարող է լինել եւ արտադրական տարածքների էներգախնայող համակարգերի եւ իհարկե սարքավորումների էներգախնայող համակարգերի, այսինքն սա արդեն էլի վերականգնվող էներգիա, կանաչ տնտեսություն, ծախսարդյունավետություն այս տրամաբանության մեջ է լինելու։ Վարկերը տրամադրվելու են կենտրոնական բանկը արդեն տրամադրի այդ միջոցները մասնավոր
ընկերություններին, այս դեպքում առևտրային բանկերին, որոնք էլ բնականաբար քանի որ հարմար միջոցներ են, ցածր տոկոսադրույքով ենթադրում ենք, որ նաև ցածր ավելի գրավիչ տոկոսադրույքներով էլ բնականաբար կտրամադրվի արդեն մասնավոր հատվածին եւ կուղղվի այս նպատակների համար։ Երևի թե այսքանը արդեն նշեցի, որ KfW-ի միջոցով է այս ամբողջ process-ը իրականանում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Պապյան, նախ շնորհակալ եմ ներկայացնելու համար, այո, հիրավի կարևոր է այդ ֆինանսավորումը մասնավորապես էներգախնայողության տրամաբանության մեջ, ինչպես նաև վերականգնող էներգետիկայի կուտակիչների մասնավորապես ֆինանսավորման առումով, որովհետև այո, մեծ ծավալով արևային պանելներ տեղադրվել են, այդ թվում տնային տնտեսություններն են տեղադրել եւ համակարգը այս պահին եւ ոչ միայն տնային տնտեսությունները, այլև արտադրականները եւ համակարգը այս պահին խնդիրներ է ունենում դրա պատճառով, այստեղ շատ կարեւոր է, որպեսզի այդ վարկերը տրամադրելիս, այսինքն այդ ֆինանսավորումը երբ բացվի, մեծ նշանակություն տրվի այն ստանդարտներին, որոնցով, այսինքն ինչ ստանդարտների համապատասխան կուտակիչներ են դրվելու եւ ինչպես նաև ես կարծում եմ, որ շատ ակտուալ է հարցը, թե ինչ տոկոսադրույքներով առևտրային բանկերը դրանք կտրամադրեն, հետեւաբար կարևոր է նաև որպեսզի նման ծրագրերով ֆինանսավորումներն ունենան կարգավորված հետագա, այսպես ասած, տոկոսադրույքներ, որպեսզի վայրի կապիտալիզմը, այսպես ասած, վատ իմաստով իհարկե քաղաքացիների վրա չանդրադառնա։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ովքեր հարցեր ունեն, խնդրեմ պարոն Խաչատրյան։ Ես կարծում եմ, որ ձեր առաջինը հարցը, քանի տոկոսով է հասնելու շահառուին, դա առաջի հարցը։ Երկրորդը, նպատակը իհարկե լավ է, որովհետև այո, շատ մեծ ռիսկ է եղել եւ կարծում եմ շատերը գիտեն, թե դա ինչ ռիսկի բերեց ատոմականի վրա, երբ ժարգոնով ասած կեղտոտ արևի հատակարարումը առաջարկը պիկը անցավ։ Բայց մի հարց ունեմ տալու, այսինքն բանկերը ինչ է տեղի ունենում, վերցնում է կառավարությունը վարկը, տալիս է կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը տալիս է մասնակոմերցիոն բանկերին։ Այդ է սխեման ինչքան հասկացա։ Հիմա ինչ ենք այսպես գնում, եթե բանկերը իրենք ունեն հասանելիություն կապիտալին եւ կարող են ուղակի դիմել հենց թեկուզ KfW բանկին կամ այլ բանկերին եւ ստանալ այդ գումարը։ Ինչ ենք մենք վերցնում այդ հավելյալ բեռը պետության վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, ես ըստ էության մեխանիզմների, տրամադրման մեխանիզմների մասով որևէ այլ բան չեմ կարողանա ավելացնել, որովհետև հայ-գերմանական տեխնիկա-ֆինանսական համագործակցության համաձայնագրի այն տարբերակը, որը ըստ էության նախանշվել է դեռևս 23 թվականի նոյեմբեր ամսին, ուղղակի մասնակցություն այդ process-ում չեմ ունեցել եւ որպես մարմինով ղեկավարում է հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովը, մենք վերցրել ենք այդ պատասխանատվությունը, գործընթացը տանել մինչև վերջ, իհարկե այդ ընթացքում բազմաթիվ հարցեր ենք հնչեցրել, այդ թվում նաև նպատակահարմարության, այդ թվում նաև այդ կուտակիչների կտորը առանձնահատուկ շեշտվել է, որովհետև ինչ որ փուլում արդեն իսկ միայն արևային պանելների վրա կենտրոնացումը դա ուղղակի կհակասեր մեր քաղաքականություններին, դրա համար նաև մի քանի բան ենք հաշվի առնել գործընթացը շարունակելու համար, առաջինը այն, որ իրապես ուրեմն կուտակիչների մասով մեր մոտ կա մեծ բաց, երկրորդը նաև որ կուտակիչները դեռևս այդքան հասանելի չեն իրենց ֆինանսական արժեքով եւ այդքան գրավիչ չեն, հետեւաբար լրացուցիչ խթան է պետք ֆինանսական, որպեսզի այդ համակարգը ուրեմն բիզնեսը
մասնավոր հատվածը վերցնի եւ երրորդը իհարկե էներգաարդյունավետության եւ էներգախնայողության հետ կապված հարցերն են, որտեղ մենք ընդունեցինք այս տարի մեկը ընդունեցինք, մյուսը շուտով կընդունենք երկու կարևոր փաստաթուղթ, մեկը կանաչ տաքսոնոմիան է, նախ հաստատեցինք թե ինչն է ըստ էության կանաչ տնտեսություն, որոնք են այդ կանաչ ուղղությունները մեզ համար, երկրորդը արդեն կանաչ կայուն շրջանաձև տնտեսության ռազմավարությունը, որ կարելի է ասել շատ շուտով կընդունենք, որովհետև ներ կառավարչական բոլոր կառավարության մեջ բոլոր ներ ընթացակարգերը անցել է եւ կարծես թե ունենք վերջնական մեր նպատակներից մեկը եւ այդտեղ նաեւ առանձին շեշտադրել ենք այդ կանաչի կալկուլյատորների, կանաչի հաշվիչների հատվածը եւ նաեւ էներգախնայողության կտորը եւ այս կոնտեքստում ինքը նորից համընկնում էր մեր նպատակների, մեր ռազմավարությունների հետ, իսկ ուրեմն տոկոսադրույքները ըստ էության, քանի որ նաեւ այդտեղ փոփոխականության բան կա, եվրոբորի հատվածը կա, բնականաբար այդ պահին են հստակեցվելու եւ ես հիմա չեմ կարող ասել թե ինչ տոկոսադրույքով են տրամադրվելու, բնականաբար հակրինե շատ ավելի ցածր տոկոսադրույքով, քան օրինակ այն միջոցները, որոնք որ կարող էին ենթադրաբար, ասենք, ներքին շուկայից վերցրած, չգիտեմ, ավանների կամ արտատոմսերի եւ այլնի տեսքով լիներ։ Հակառակ դեպքում, կներեք, հակառակ դեպքում եւ դուք եւ մենք բնականաբար հարցեր կունենանք եւ ուշադիր պետք է լինենք այդ process-ներին։ Ես իմ մասով բնականաբար կանեմ, վստահ եմ դուք էլ ձեր մասով։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես կարծում եմ այդ հարցերը, երբ ասում եք ինչա կառավարությունով գնում օրինակ ֆինանսական միջոցը, ըստ իս կառավարությունը քաղաքականություն է մշակում եւ նաեւ մշակույթ է ներդնում, հետեւաբար ըստ իմ տրամաբանությամբ դա կարևոր է։ Առաջի քայլը քաղաքականություն մշակողն անի, հետո արդեն տնտեսությունը արձագանքի, խնդրեմ։ Չէ, առաջի քայլը չի, սա երևի 125-րդ քայլն է, որովհետև սենց վարկային ծրագրեր մասով նկատի ունեմ։ Հասկացա, բայց կուտակիչն էլ է կարևոր, գիծն էլ է կարևոր, պանելն էլ է կարևոր, խնդիրը ուրիշ է, այսինքն սա սկզբունքային մոտեցումը, ցանկացած վարկ պետք է զեկուցի ֆինանսների նախարարությունը։ Հիմա ծրագիրը, որը դուք ներկայացնում եք կուտակիչների կառուցումը, իհարկե շատ կարևոր է, ելի եմ ասում, մանավանդ հաշվի առնելով, թե ինչ ռիսկի առաջ կանգնեց ատոմակայանը ոչ վաղ անցյալում։ Իհարկե դա կարևոր է, բայց սա ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն է, տարածքային կառավարման ենթակառուցվածքների գյուղատնտեսության բնապահպանության հանձնաժողովը չի, որտեղ ներկայացվի, թե ինչ կարևոր է մեր էներգետիկայի համար կուտակիչները։ Եվ դա համար սեղ պետք է լիներ ֆինանսների նախարարը, նախարարի համարժեքությունը պահելու համար, որտեղ առողջապահության նախարարությունը գալի վարկային հայտ է ներկայացնում, տարածքայինը գալիս է վարկային հայտ է ներկայացնում, սա ընդունելի չի, որովհետև ինձ հետաքրքիր է ինստրումենտը, քանի տոկոսով է կառավարությունը կենտրոնական բանկին այդ փողը տալի, ինչ պայմաններով է տալի, ինչ պայմաններով է կենտրոնական բանկը դա տալիս մասնավոր բանկերին, ովքեր են շահառուները, առավելագույն սահմանաչափը։ Այսինքն սա ֆինանսական ինստրումենտ է, ֆինանսական հանձնաժողովը ֆինանսական հարցը պետք է քննարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս հարցը, որ մենք էլ ենք տվել այս հարցը, թե ինչի մենք ներկայացնենք, ոչ օրինակ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը կամ ֆինանսների նախարարությունը, չէ, այդ հարցերը, որ տալիս եք, քանի ամիս առաջ ես եմ տվել, հիմա պատճառները ասեմ, նախ սկսենք նրանից, որ հիմնական պատճառը, այո, ոլորտային որպես նայում ենք վերականգնող էներգետիկա, ուղիղ ՏԿ նախարարություն, եթե վարկային համաձայնագիր, ուղիղ ֆինանսների նախարարություն, բայց այդ դեպքում ինչու էկոնոմիկայի նախարարություն, մի քանի պատճառներով, առաջինը այն, որ մենք ենք այս համաձայնագրի գաղափարը ծագել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նիստից եւ որին համանախագահողը էկոնոմիկայի նախարարն է եւ ըստ էության process-ի մեջ
նախաձախնդիր շահագրգռվածությունը ըստ էության էկոնոմիկայի նախարարությունն է տարել, հետագայում իհարկե նաև մի քանի կոմպոնենտներ փոփոխության են ենթարկվել, այդ թվում մեխանիզմների մասով կամ բովանդակության մասով կամ շեշտադրումների մասով, եւ այս առումով իհարկե սա է պատճառը, բայց մենք հիմա ներկայացնում ենք կառավարություն, այսինքն այդ առումով շատ չեմ կարծում, որ ձեզ համար շատ էական նշանակություն ունի, թե որ նախարարն է ներկայացնում, որտեղ որ նախարարն է ներկայացնել, կառավարությունն է ներկայացնում։ Իսկ կոնկրետ այս Բան հանգիստ եղեք, եթե հիմա ֆինանսների նախարարը նստած էր, պարոն Խաչատրյան ասելու էր հասկացանք տոկոս բան, բայց մարդիկ չիմանան ինչի համար ենք այս վարկը վերցնում, ուրա գնալու ի վերջո։ Այդ նույն հարցերը հակառակ բովանդակության մասով կարող էին ծագել, հետևաբար Պարոն Վարդանյան, ես դուք էլ արդեն էքստրասենսոր հնարավորություն ունեցաք Նիկոլ Փաշինյանի նման, թե ես ինչ հարց կտայի։ Ես կոնկրետ Ճիշտ ասած էքստրասենսությամբ հələ որ ձեր քաղաքական թիմին ոչ ոք չի հասնի։ Ճիշտ է, միշտ սխալ տեղ եք խփում, բայց ամեն դեպքում փորձում եք սովորեք, բայց լավ չեք սովորել դեռ։ Ես կոնկրետ հարց եմ տալիս, շահառուն, քանի տոկոսով է բանկից վարկը ստանալու։ Հա? Բասում եք մենք վերցնում ենք, տալիս ենք բանկին, բանկը տալիս է ՓՄԶ-ներին։ Ես եմ հասկանամ Խաչատրյան, հա, բայց այս նախագիծը այն մասին է, որ այդ երկու պետությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն մենք ունենում ենք այսինչ ֆինանսավորումը։ Հիմա ասում եք այդ քանի տոկոսով է վարկառուն բանկից առևտրային ստանալու, դա հետագա ընթացքի հարց է։ Այս պահի տոկոսադրույքը դուք պետք է հասկանաք, այս պահին ինչ տոկոսադրույք է պետությունը բարձրացնում։ Ոչ, այսինքն դուք կարծում եք, որ պետությունը մտնում է պարտավորության տակ, առանց իմանալու քանի տոկոսով է դա վերջը գալի հասնելու բանկին, բանկը ինչքանով է վերցնելու, շահառուին ինչքանով է տալու, դա չիմանանք։ Դուք ասում եք շատ կարևոր է, ՓՄԶ-ները պետք է գան, կուտակի չառնեն, որ անկած վարկը դուրս գա 42.5%։ Չէ, պարոն Խաչատրյան, կարելի է։ Հա 0.89 կառավարությունն է վերցնում, ասեմ շահառուն, վերջնական շահառուն, վարկառուն, քանի տոկոսով է վերցնում։ Որ այդքան դուրս գա, բանը սպառողը չի վերցնի այդ վարկը, բան Խաչատրյան։ Եվ դա մնալու է կառավարության վրա։ Այն վարկը էս է, պարոն Խաչատրյան, այս վարկի մասն ենք խոսում։ Այս վարկը sense թե նենց կառավարությունը եկել է, որ վերցնի։ Ոչ, կառավարությունը վերցնում է, տալիս է բանկերը դա բան տալիս են հետագա ձեռնարկատերերին, ստանում են գումար, տալիս են կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը տալիս է կառավարությանը, որ կառավարությունը փակի։ Ձեռնարկատերերը շահույթ են ստանում, դրանից ստանում ենք հարկեր, այդ ստացած հարկերով էլ փակում ենք։ Եվ, բայց ինչքանով է ասում ձեռնարկատերերը Չէ, այդ հասնե բերը ինչքան հարկ էին ի վերջո վճարելու այդ ձեռնարկատերերը, որ հասկանայինք արդյոք այս վարկը մնալու է պետության վրա։ Այդպիսի մոդելավորում Որովհետև բազմաթիվ ստեղ վարկային պայմանագրեր են զեկուցվել եւ ասվել է վերցնում ենք այսքան տալիս են կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը այսքանով տալիս է վարկ բանկերին։ Առաջի անգամ չի չէ։ Պարոն Խաչատրյան, ես առաջարկում եմ հրավիրեմ կենտրոնական բանկին, օրինակ, նստենք, քննարկում անենք, դուք էլ ձեր օրինակ ձեր մտահոգությունները առայն թե պետական օրինակ ֆինանսավորման վարկերը ինչ տոկոսադրույքով են հասնում վերջնական սպառողին, եւ մտածենք մեխանիզմ, ինչպես անել, եթե կան այդպիսի, վստահ եմ կան աշխարհում այդպիսի փորձեր, մեխանիզմ, որպեսզի հանկարծ շահառուները վերջնական չունենան ենթադրենք բարձր տոկոսադրույքներով վարկեր։ Շատ լավ, եթե նստելը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկին չէր վերաբերվում, համաձայն եմ հիմնարկին։ Պարոն Խաչատրյան, ես նման լիազորություններ չունեմ։ Այլ հարցեր կան հարգելի գործընկերներ, եթե չկան, բան ունեք ավելացնել, պարոն Պապյան։ Շատ կարճ, այստեղ այս համաձայնագրի ամենաառանցքային պահը նա է, որ սա շատ կոնկրետ ծրագրային ուղղվածություն ունի։ Ծրագրի իրականացումը մեր ռազմավարությունների հետ ամբողջովին համահունչ է, ընդ որում նաև ռազմավարությունների ճշգրտումների հետ համահունչ է, որովհետև մեր տնտեսության եթե տնտեսության մեջ նայենք, մեր ամենամեծ խնդիրներից մեկը դա էներգախնայողության մեջ մեծ բացերն են բիզնեսում եւ իհարկե ընդհանուր մինչև անվտանգային հարցերը, էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերը եւ այս եղանակով իհարկե փորձ է կատարվելու էականորեն այստեղ բարելավել եւ հաշվի առնելով, որ այս գումարները մեր այսօրվա
ունեցած պարտքի տոկոսադրույքի համեմատ էական նվազեն, ակնհայտ է, որ սրանք բավականին հասանելի միջոցներ են լինելու հետևանքում բիզնեսի համար եւ այս կոնտեքստում եւ այս կոնտեքստում կարծում եմ, որ լավ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների պարագայում, այդ թվում նաև խորհրդարանական վերահսկողության պարագայում եւ ես ողջունում եմ նաև այս մասով ձեր նախաձեռնությունը, որովհետեւ դա ուղիղ բխում է նաև նախարարության շահերից, մենք կարծում եմ, որ կարող ենք ունենալ եւ պետք է ունենանք այնպիսի վերջնարդյունքում այնպիսի ներդրումային ծրագրեր, այնպիսի էներգետիկ լուծումներ, որոնց արդյունքում շատ հեշտությամբ կկարողանանք այս ցածր տոկոսադրույքով վարկը մարել։ Իհարկե նաև այստեղ կներեք ներողություն եմ խնդրում, զուգահեռ նաև մոտ 15-16 միլիոն եվրոյի չափի էլ միջոց է GIZ-ով ծախսվելու, այսինքն այս process-ը նաև գերմանացիները իրենք գումար վարկը տալիս են, բայց նաև իրենք են խորհրդատվություն ու վերահսկողություն իրականացնում GIZ-ի միջոցով, որպեսզի իրենց տրամադրած գումարները առավել արդյունավետ ծախսվեն։ Շնորհակալություն, պարոն Պապյան, պետք է նաև ավելացնեմ, որ էներգետիկ ոլորտի տնտեսվարողները այս բան վստահ են, որ ուշով հետևում են այս process-ին, որովհետև նրանք սպասում են, կարծում եմ, այս ծրագրի մեկնարկին։ Հետևաբար, հարգելի գործընկերներ, եթե ավելացնել բան չունենք, եկեք անցնենք քվեարկության։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը ավելացնելու մասին օրենքի նախագիծը, ովքեր են կողմ նախագծին։ Շնորհակալություն, դեմ։ Շնորհակալություն, նաև առաջարկում եմ քվեարկել նաև տվյալ նախագիծը առաջիկա նիստերի օրակարգը մտնելու հարցը, ովքեր են կողմ։ Շնորհակալություն եւ հարակից զեկուցող պարոն Գրիգորյան, դուք կլինեք հարակից զեկուցող, ինչպես նաև